եմ անպայման։ Եվ երկրորդ հարցը արդեն ներքաղաքական դուք Նիկոլ Փաշինյանի եւ Գյումրիում եթե չեմ սխալվում պատարագի մասնակիցն եք, նախ ինչպես եք գնահատում այն հանգամանքը, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվում են ԱԱՑ-ի միջոցով, կամ պարագնքվում են, այնտեղ դուք չեք տալիս մարդիկ սովորական մտնեն եւ պարզապես այդ պատարագը ծառայեցվում է քաղաքական վերնախավին։ Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է եւ ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ուրեմն ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ միջ այդ այցելությունները։ Չեմ կարծում այստեղ որևէ խնդիր կա։ Ինձ հայտնի չի նման տվյալ, դրա համար չեմ կարող մեկնաբանել։ Շատ չեմ հասցնում, որովհետև շատ ծանր աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, գիտեք, որ ապահովագրության ներդրման այսպես ինտենսիվ շրջանն է եւ այո, միայն հասցնում եմ այս գործերը անել։ Որ իրավունքը։ Նայեք։ Բոլորը չէին պտտվել, ես իմ մասին կարող եմ խոսել, որ ինչպես ընթացքը գնում էր պատարագի, այդպես էլ գնում էր։ Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաև այսպես քաղաքական ուրեմն ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը նաև պատարագը շեղելու եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները իհարկե հաճելի չեն, բայց նաև ըստ էության իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամեն ինչին եւ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում։ Այլ հակառակը, ես նշեմ, որ քաղաքացիների վերաբերմունքը եւ այն, որ նրանք մի կնոջ պատմություն էր, ես այնտեղ ներկա եմ, երբ որ այդ կինը կիսվում էր, որ ասում է 75 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ գալիս են մասնակցում են պատարագին, որովհետև հասկանում են, որ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են։ Բայց միաժամանակ նաև մարդիկ փորձագետները, շատ հայ քաղաքացիներն ասում են, որ եկեղեցին Նիկոլ Փաշինյանը իր ասացավ աղբերի ճանապարհորդներում է մի շարք այլ հոգևորականների հետ, ովքեր եւս որոնց վերաբերյալ եւս ոչ միայն մամուլում, այլ նաև արձակ Նիկոլ Փաշինյանի կողմից եկել են բարձրաձայնել օրինակներն ավասակ քոչարանի վերաբերյալ հիշում են նրա հայտնի ելույթը պետքի սիրուհիներ ունենալու, երեխաներ ունենալու, մեր մի քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց նույն Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցած հոգևորական ու ներողություն սպիրտի զարթոնքում։ Ես կարծում եմ, որ տեսեք նույն ուրեմն Կճոյանի Սրբազանի կողմից որոշակի դիրքորոշում է արտահայտվել եւ զղջման եւ սա էլ պետք է գնահատել, իսկ հաջորդիվ տեսեք շատ հետաքրքիր է, որ դուք միայն Ես ասում եմ այն ինչ, ես նշում եմ այն ինչ, որ ինձ հայտնի է եւ ես նման դիրքորոշում տեսել եմ մամուլում։ Իսկ հաջորդիվ ձեր կողմից նշված հարցերը, ես կարծում եմ հենց հոգեվոր նորոգման ընթացքը հենց դրա մասին է։ Եվ շատ մեծ նաեւ քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից ուրեմն հստակ դիրքորոշում արտահայտել, որ այո, եկեղեցում կանոնագրքի հետևելը պետք է դառնա միանշանակ, պետք է լինի մեր հոգևորականների կողմից բարոյական եւ կանոնագրքի նորմերը պահպանելը միակ հնարավոր տարբերակը։
Եթե ծանոթանաք իր կողմից ներկայացված եւ ոչ միայն իր, այլ այլոց կողմից ներկայացված նյութերին կտեսնեք։ Այսինքն որ հայտարարություն եք տարածել, դա զիջման մեթոդ է կամ։ Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Այսինքն արդեն քաղաքական իշխանության համար խնդիր չի նրա բերքին ունենալ սիրունի երեխաներ։ Ես ասեցի այն, ինչ կարող էի ասել, ինչքան որ տեղեկություն ունեմ։ Տիկին Անեսյան, կարող է առողջապահության ապահովագրությանը, հա, արդեն առաջին ընթերցման բացվել ազգային ժողովում 16-ին լինելու է երկրորդ ընթերցումը։